Պարոն Բագրատյան, որտեղ եք անցկացնելու ամանորը։ Ամանորը, չգիտեմ։ Հայաստանում եք հիմնականում նշում, թե արտերկրում։ Դուրս գնալու բլակ չկա։ Ուրեմն տանը կնշեք։ Տանը թե հորս տանը, չգիտեմ, կամ էլ ընկերոջս մոտ։ Իսկ այստեղ էլ լավ անցկացնել, թե դուրսում, պարոն Բագրատյան։ Ես դուրս ամանոր չեմ անցկացրել, չգիտեմ։ Իսկ տանը։ Մենք տունն ենք հավաքվում։ Կամ էլ ընդհանրապես մենք մեծ ընտանիք ենք, եղբայրներով հավաքվում ենք մի ժամանակ ծնողներիս մոտ։ Սիրում եք այդ տոնը, պարոն Բագրատյան, ամանորը։ Ամեն ինչ լավ, ամենակ որ սկսում ես այդ բանը ուտել, պոպոկն ու չարազը ուտել, բան աստամոքս խանգարվում։ Մի կերեք պոպոկ ու բնդուկ։ Ինչ որ հատուկ ավանդույթ կա, որ ձեր ընտանիքը նշում է ամանորին, պարոն Բագրատյան։ Հատուկ ավանդույթ։ Այո։ Ես երեխաներիս անեկդոտներ եմ պատմում։ 2015 թվականը այդ յամի կամ ինչպես ասում են խոյի տարի է, ձեր ամանորասեղանի խոյ կտեսնենք, պարոն Բագրատյան։ Խոյը որ ոչ։ Խոյը ոչխար։ Ոչխար։ Այո։ Որ ճարենք։ Որ ճարենք կուզենաք։ Ինչ եք խնդրելու ձմեռ պապիկից։ Ոչ մի բան։ Ձմեռ պապիկը ամեն անգամ գալիս է մեր տուն, ինչ որ բաներ խնդրում։ 2014 թվականի ձեր ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ բացթողումը։ Ոնց կգնանք։ Ես չի աջողվում ազդել պետության վրա։ Ճիշտը մենք գիտենք, այսպես չի հաջողվում ազդել ճիշտը պետությունը ճիշտ չի կառավարվում։ Իսկ դեռ ձեռքբերում դուք ինքներդ անձամբ ինչ ձեռքբերում եք ունեցել։ Ձեռքբերում ես մեծ ստեղծագործական ձեռքբերումներ ունեմ, շատ մեծ, հատկապես դրսում։ Ամանորի Երկու մենակ գիրք տպագրվեց դրսում։ շատ լավ է։ Որից մեկը հերթական դասագիրներ դրսում, որը հազվագյուտ իրողությունը հայ հասարակական մտքի մեջ։ Ամանորին ընդհանրապես շատերը սովորություն ունեն նոր հագուստով դիմավորելու, նոր տարին։ Դուք ունեք այդ ավանդույթը, պարոն Բագրատյան, անպայման նոր բան եմ հագնում անպայման։ նոր կոստյում։ Չէ, կոստյում չէ, դու չէ, որ ամեն ամանորին մի հատ կոստյում առնենք ես ու կասնի։ Իսկ օլիգարխ չէ։ Հա, իսկ կոստյում Կոստյումները։ Իսկ կոստյում գնալիս ձեր գործընկերոջ խորհրդին, Փաշինյանի խորհրդին ուշադրություն դարձրեք, բրենդին կարևորություն տալիս եք, պարոն Բագրատյան։ Բրենդը որքանով է ձեզ համար կարևոր։ Բրենդ չի, Արտիստիկ, այո։ Իսկ գնի։ Ամենալավ բրենդը սա է, սա ծառեք բոլոր։ Եթե գաղտնիք ինչքան է այս կոստյումը, պարոն Բագրատյան։ Կարծում եմ $100։ Պինջակա կոստյումը շեղջ։ Իսկ կոստյումի ամենաթանկ կոստյումը, որը գնել եք երբևէ։ $400, $500։